Տարիներ անց սկսում եմ ետնել ու մտորել կենսագրության մասին, որից ոչ ոքի մահիացած չի, բայց կա նաև ճակատագիրը, որը մատնացույց է անում երկրից գանձերը, արժեքները, ուժեղ մարդկանց։ Տերյանն ու Չարենցը գովերքում էին երկիրներին, եւ ես հիմա հասկանում եմ, որ նրանք հակառակվում էին թշվառ կենսագրությանը ու ընչազորք հայրենիքին, որ կա ավելի հզոր ճակատագրի երկիրների, ուր հայը ամեն ինչ ունի եւ երբեք խեղճ չի։ Կա նաեւ մի անվանում եւս՝ երկիր դրախտավայր, եւ այն իմ համար ընդգրկում է ամենը։ Այն կարելի է վերականգնել, երբ գտնենք ներքին դրախտը ու թողնենք, որ արտահոսի դուրս։ Գուցե այդ դրախտավայրն էր Սարոյանի սրտում, որով նա ջերմացրեց ամերիկյան գրականությունը։ Գուցե նույնն էր Ազնավուրի մեջ, երբ նրա ճակատագիրը Փարիզում բարենպաստ կենսագրություն գտավ։ Ուրեմն կենսագրության ռեսուրսները օգտակար են ճակատագրի գանձերի համար։ Ուրեմն հետազոտենք մեր երկիր դրախտավայրը բարիքի եւ կարիքի կոնցեպցիաներով, ու միգուցե բացվեն մեր ընդհանուր ճակատագրի գանձերը։ Ինչ է բացվում այս հայացքի առաջ, երբ նայում ես այսօր մեր մայրաքաղաքին։ Տարբեր համակարգերի մեջ, տարբեր կանոնների մեջ փակված են բարեկեցիկ մարդիկ եւ որևէ համակարգից ու պաշտպանությունից զուրկ դեն դրված մարդիկ։ Գիտեք, որևէ սկզբունքային հակառակության համար մարդ կարող է չարանալ, բայց դառնալ ամբարտավան, ինչը թե մի փոքր փող կավել, դա նոր երևույթ է։ Փակվել այս մեծ աշխարհից ու ասել, թե դա քո ֆինանսական կարգապահությունն է, լրիվ նոր երևույթ է։ Իսկ այն տխրամած մարդիկ բաց են ու միշտ մի ժպիտ ունեն մերձավորի համար։ Այսպես են արևմուտքն ու արևելքը համադրվել մեր քաղաքում։ Սա էր մեր հին մայրաքաղաքների կյանքը։ Սա է մեր առանձնահատկությունը։ Եթե կյանքը հոսեր այսպես տարանջատված իրարից շերտերով, կարարվեր այն ճոխ ճարտարապետությունը, երաժշտությունն ու գրականությունը, որ ունենք։ Ոչ։ Ուրեմն այս տեխնոլոգիական դարում մենք շատ ավելի վատ ենք ապրում, քան մեր հին արտաշատցիները, տիգրանակերտցիները, վանեցիները, որն էր նրանց կյանքի բնօրինակը։ Ոչ թե դասակարգային խնդրի լուծումը, այլ ամբողջական կյանքի պատկերացումն էր այդ բնօրինակը։ Լինել բաց եւ քաղաքակիրթ, հենց սա էր մեր առանձնահատկությունը։ Դրանից էր բխում մեր համապարփակ մշակույթը եւ խաղաղ բնավորությունը։ Խաղաղ է նա, ով ամեն ինչ ունի երկրում եւ երկնքում անդորել ունի։ Մեր կենցաղային տաղանդը չի փոքրացել, մեր սեղանն է փոքրացել, որ մենք միշտ բացում ենք ոչ թե հյուրի առաջ, այլ մարդկության։ Ինչն է պակասել։ Պակասել է այն բարիքը, որ ունեին մեր նախնիները, որով իրենց կենցաղը բարձրացնում էին աստղերին, ոչ թե իրենց գործերը, ոչ թե իրենց ստեղծագործությունները, այլ առօրյա ամենժամյա իրենց սովորական կյանքը։ Ուրեմն երբեք այսքան աղքատ չենք եղել, որքան հիմա։ Ես ուզում եմ դա նկատենք, վերականգնենք այդ կյանքը եւ դատարկաձեռն չհեռանանք Հայաստանից։ Այս դրախտավայրը լրիվ դատարկվել է իր բարիքից, բայց եկեք տեսնենք նրա հյուսվածքը, կառուցվածքը։ Չի կարող աղքատ լինել մի ազգ, ով իր կենցաղում ներառում էր կրոնը, գիտությունն ու արվեստը, մշակում ու հղկում էր միջազգային մակարդակով։ Մեր հարուստները ուշ են կռահում եւ լռում են իրենց ժամկետանց ամոթի մեջ։ Մեր հարուստը չունի ամբողջի գիտակցում։ Մեր գիտակցողը ռեսուրս չունի։ Եվ այսպիսին է այս կոնցեպցիան։ Վերևում անմատչելի ամբողջն է, ներքևում անլուծելի կարիքն է, որովհետև ամենափոքրի իսկ պակասորտը քանդում է ողջ ամբողջը։ Այս երկուսը մեր հազարամյա ամենախոր հակասություններից են, որ կանգնած են կողք կողքի ու դրանց միջև չկան անցումներ, չկան ազատ ռեսուրսներ այս կոնցեպցիան փորձարկելու, տեստավորելու համար այս դիտարկումները։ Դրա համար ամբողջը չի իջնում, կարիքը չի հաղթահարվում, հարուստի սեղանից սոված ես ելնում, աղքատի հացը կուլ չի գնում, ինչքան որ ազատ է հայի երկինքը, այնքան առավել գերված ու հաշված է հայի հացը։ Ազատ հացը մի կտոր չկա։ Գիտեք, հին դարերում
արծաթասիրությունը համարվեց հանրային չարիք։ Հետո լուսավոր հույները չարիք հայտարարեցին տգիտություն, եւ հիմա նոր չարիք կա։ Հարուստի մեկուսի կյանքը, ամբողջական կյանքից ճոխկտոր առանձնացնելու չարիքն է նորը։ Դուք ո՞նց եք նայում հայի, ով մոտենում է աղբար կղին։ Խորը նայենք աղքատության արմատներին ու դրա անճանաչելի հետևանքներին։ Աղքատությունը մեր միակ խոցելի տեղն է, քանի որ չենք կարողանում կատարել մեր առանցքային գերխնդիրը, կազմակերպել աստղային կենցաղ, միավորելով ողջը երկրային եւ ամբողջը երկնային։ Մենք միայն անձնական ողբերգության հաշվին ենք լուծում այս աղքատությունը, ղարիբ դառնալով, օտար երկրում աշխատելով։ Շումերները վերացան, որովհետև մի պարկ ցորենի պարտքը կավեսալիկի վրա են գրանցում հավիտյան հիշեցնելու այդ պարտքը։ Օրենքներով ճնշում էին իրենց, հավիտյան վկայություններով ստորացնում էին միմյանց։ Ոնց կարող էր երկաթե դար մտնել մի ժողովուրդ, որ յուրաքանչյուրը հոխորտում է մյուսի վրա վերևից։ Ոնց կարող է միասնական դիմադրություն ցուցաբերել մի ազգ, որի անհատը ինքնահաստատվում է մյուսի վրա։ Մեր բնօրինակը համատեղում է մարմինն ու հոգին ու դրանց կատարելագործում է հենց սովորական կյանքում։ Համատեղում է նպատակն ու ոգին եւ ոգի գաղափարը չի ներմուծում դրսի կենտրոնները։ Մեր նպատակները իրագործել ենք միայն մեր տեղական իմաստների շուրջ։ Ոչ մի առաջադրանք մարդուս թանկ չի եղել երբևէ, եւ ես հիմա խոսում եմ որպես մարդ, ոչ որպես հայ։ Մարդը լուծելով երկրային կյանքի խնդիրները, լուծումներ է տալիս երկնքին։ Աստծո տունը նույնպես նորույթների կարիք ունի։ Դրա համար է մարդը դրված բնության մեջ։ Ինչպես է հավերժը հարթում իր զարգացման ուղին թող գաղտնիք մնա, բայց երբ մարդը կանգնում է իր կյանքը կատարելագործելու առաջ, նրան սկսում է հետևել ողջ անտեսանելի տիեզերքը։ Մենք տեսնում ենք, որ վերջին դարերում բոլոր աշխարհամասերը սկսեցին հաղորդվել իրար, ամենուրեք նույն քաղաքակրթական նորմն է հաստատվել։ Ինքնակառավարումը դարձել է միաձև, եւ ուր կորան այն ուժերը, որոնք հսկում էին մարդկանց անկրկնելի կենսաձևերը։ Մարդկությունը միավորվել է ինքնակառավարման մի ոճի մեջ, եւ այդ ուժերն էլ միավորվել են ավելի բարձր կեցության մեջ։ Նրանք որպես աչքեր շարվել են քերովբեների եւ սերովբեների թևերին։ Նրանք միավորել են իրենց առանձին մտածումները բարձր տիպականության, նույնականության մեջ ավելի խոշոր ընկալումների համար։ Հիմա նրանց մտածումը ոչ թե տեղական վարքն ու բարքն է, այլ մարդկության միասնական շարժումը դարերի միջով։ Ներքևում մնացած կառավարման միջոցները կտակել են մեզ, եւ սա է կտակարանի իմաստը։ Ինչ են այդ միջոցները։ Դրանք օրենքներ են։ Եվ քանի որ մենք ավելի շատ ապրում ենք չգրված օրենքներով, քան գրված, հասկանալի է դառնում, որ պիտի սկսենք մշակել մեր ավելի խոր պահանջները, ավելի ընդլայնենք ու խորացնենք մեր ներաշխարը, որովհետև տարեց ու փորձառու ենք։ Այս մեր մենաշնորհն է, մեր շահն է ազգերի մեջ։ Տիեզերականորեն չափահաս դառնալու առաջադրանքն է կանգնած մեր առաջ, քանի որ ի սկզբանե չափահաս էինք, մեր էպոսն ու առասպելներն են դա վկայում։ Եթե կյանքը կազմակերպվում է այնպես, որ այդ ընթացքների մեջ քո ներաշխարը չի ներքաշվում, ապա քո բանականությունը մնում է ազատ, չի աղավաղվում եւ միայն հարստանում է։ Հայոց ոգին երբեք չի վերցնում մարդավնաս, մարդուն նվաստացնող գաղափարներ, ի տարբերություն ուրիշ ազգերի, որ հզոր գաղափարներ իրականացնում, բայց մարդու հաշվին։ Բայց այդ բոլոր հզոր գաղափարները մարդկությունը կդնի իր ապօրինի զավակի ուսերին, արհեստական ինտելեկտի, եւ միգուցե հայտնվի այն օրվա մեջ, որում մենք հիմա ենք։ Եթե քո կենցաղը ընդգրկում է ամբողջ հոգևոր աշխարհը եւ այս աշխարհի բոլոր միջոցների համալիրը, ապա դու լրիվ մարդ ես եւ քո երկիրը դրախտավայր։ Ազգի հոգսն է միայն, որ դու մեծանաս բոլոր առումներով եւ այդ բոլոր մեծացողները սկսում են սիրել իրենց հայրենիքը, հայրերի տունը, բայց ծանր կենսագրության պատճառով, վճարած բարձր գնի մոռացումով, դժվար փորձառության պատճառով էլ չեն կարողանում նկարագրել իրենց սիրո ենթահիմքերը, արմատները սնող հողի կառուցվածքը։ Դու սիրում ես քո ազգը, երբ նա քեզ թույլ է տալիս, որ ստանաս նախ քո մարդկային շահը, քո կենսագրության մեջ քո ճակատագրի հզորացումը,
Եվ այստեղ խոսքը չի գնում քաղաքակիրթ ու առաքինի դառնալու մասին։ Դրանք երիտասարդ ազգերի դաստիարակությունն է երիտասարդ իջնող հոգիների։ Խոսքը գնում է համաշխարհային ու համամարտկային պատվանդանի վրա քեզ պահելու ու հանգիստ թողնելու մասին, այնքան որքան քեզ պետք է միայն քո ուզածը ստանալու, քո ներքին առավելագույն բարձրությանը համապատասխան, որը ամրագրելուց հետո դու կարող ես ուղղակի մարտնվել կամ գնալ դառնալ ինչ ազգ ուզում ես։ Սրանով է բացատրվում մեր մենությունները, զուգահեռ ընթացող մեր կենսագրությունները, Հայաստանը բոլորին կհերիքի, ասել է աստղաֆիզիկոս Գրիգոր Կուրզադյանը։ Մենք անընդհատ օգտվում ենք մեր նախապատմական բնույթներից, գիտակցենք թե ոչ։ Նա, ով ի վերջո ստանում է իր ուզածը, շատ է սիրում իր ազգը։ Քո գենետիկ հուշերի հուներով դու վերուվար ես անում խոր անցյալից մինչև հեռավոր ապագա, այնքան մինչև ճակատագրերից լավագույնը ընտրես, եւ քո վրա ոչ ոք բանականության հարկ չի սահմանում։ Կա այդպիսի հարկ աշխարհում, սահմանված վերին չափ, որպեսզի ոչ ոք չանցնի միջին զարգացումից առաջ։ Սովորաբար абսուրդ գնով են այդ տուրքը վճարում, կյանքի գնով։ Իսկ հիմա հիշեցուք, ինչպես կասվեր գրափարով, թե ինչ արարքներ ու որոշումներ եք թույլ տվել ձեզ, ինչ հետաքրքիր ձևերով եք հագեցրել ձեր փորձելու, իմանալու տենչը։ Կարծում եք նույնը հնարավոր էր ուրիշ ազգերի մեջ, նույն այդ լայնությամբ ու կտրվածքով, հենց սկզբից կդնեին կենսագրության ռելսերի վրա ու այնպես կհրեին, որ մեկ էլ ուշքի կգայեք թոշակին։ Նմանվեք ձեր սիրելի կերպարներին, ձեր նախնիներին, ընդունեք ձեր մարմնավորման առանձնահատկությունը, թող հին հյութերով նույնպես սնվեն ձեր արմատները, որոնց ուժը շատ պետք կգա ապագայում։ Իսկ ինչի մեջ է իմաստը կյանքի, հենց իրեն կյանքի, նրա մեջ, որ ծաղիկը ծաղկի, լուսաստղը շողա, արևը ծագի, գալիքը բռնի, տեղը ներկայի, եւ այս ամենը առանց վկայի, առանց հատուցման, օգուտի, շահի, Գևորգ Էմին։ Մեր նախնյաց ոչն է։ Նրանք նայում էին կապույտ հեռուներին, ու մի ոսկե փայլ էր նրանց մոտենում, մի քաղցր թաքուն ուրախություն, երկինքը ուզում էր միավորվել երկրին։ Ոչ թե երկիրն հայրին, այլ երկիր դրախտավայրն է մեր միակ կացութաձևը, կեցության միակ տարբերակը, կամ այդ կերպ ենք ապրում, կամ չենք ապրում։ Ու թողով ուզում է այս կյանքը կյանք համարի։ Աստղային կենցաղն է մեր նորմալ կյանքը, մեր բնական կյանքը, ու կարծում եմ այդ կենցաղի սիմվոլը կենաց ծառն է։ Մենք մեղմորեն տարածում ենք այդ ծառի սաղարթները երկնքի մեջ, դրանք մեր շշուկներն են, մեր մրմունջները, մեր երգերը։ Ազգերը կոպիտ են վարվում մարմնավորվող հոգիների հետ։ Ինքնին մարդը դեռ ոչ միտեղ չի կարևորվում։ Միտեղ անձնու իրավունքներն են կարևոր, միտեղ հակառակը հոգևոր ավանդույթը, միտեղ էթնոսի կյանքով են ապրում, միտեղ տեխնոլոգիական ապագան է, միտեղ կենցաղն է թանկ մարդուց, միտեղ նորագույն մշակույթն է ճնշում մարդուն, միտեղ բանականության ավելցուկն է, եւ կան հոգիներ, որոնք հավաքվել են ատելության շուրջ։ Կարմիր ռասայի մոգերը նետվում էին դեպի վերացական ազատությունը։ Դեղին ռասան անշարժանում է մեծ դաոյի մեջ, նիրվանայի լույսի մեջ երանելի են դառնում, ուղղափառներն ու մամեդականները հայացքը նետում են վերին դրախտին, մենք իրագործվում ենք կյանքում, եւ այդ կյանքի կոորդինատները մատնացույց է արել Կոստան Զարյանը, երբ խոսում էր արարատյան մարդու մասին։ Նույն շումերները մեր մասին ասում էին աստվածային օրենքների երկիր, եւ այդ օրենքները աստվածամարդունն են, եւ կամ հետո գերմարդունը, ով կստանձնի երկնային էստաֆետը կանգնած հողի վրա։ Քվանտային տարածության մեջ ժամանակը միասնական է եւ հավերժ հիմա է, բայց մարդու հետ այդ հիման դառնում է ներկա։ Մարդակենտրոն տիեզերքում մարդն է թագավորում, մարդկային սրտով ջերմացնենք գիտության նվաճումները ու տեսնենք ինքն իրենում իմաստ կրող լուսամարդուն կամ կրոնի լեզվով զգեստավորվեք Քրիստոսով։ Մարդն անվերջ ներողամիտ է,
տեսնելով երկրի կյանքը որպես փորձերի ու սխալների մի հարթավայր։ Մարդն անverջ կամեցող է, տեսնելով մյուսների նույն խնդիրների առաջ ինչ իրենն է։ Մարդը հասկանում է քաղաքակրթությունը որպես միմյանց ուսուցանելու ու կատարելագործելու լեզվամտածողություն։ Մարդու համապարփակ առաջադրանքն է մշակել ապրելու արվեստը, մեծացնելով ու խորացնելով հոգու պահանջների բազմազան տիրույթը։ Մենք հասուն ու իմաստուն ազգ ենք։ Մեր գործը այս կոնցեպցիաների ամբողջական համալիրի մշակումն ու դասավանդումն է։ Միավորելով անհատական շահը եւ ազգային շահը կստանանք մի խոշոր շահում։ Մարդ լինելու ամենակարճ ուղին հայ լինելն է։